Շարունակում ենք ծրագիրը եւ ինչպես արդեն գիտեք, հաղորդման այս հատվածում մեզ է միշտ միանում վերլուծաբան Արմեն Չիվոչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո, բարի։ Դե երևի ամենամեծ պատմությունն այսօր Գրենլանդիայի պատմությունն է, որ շարունակաբար Թրամփը չի թողնում հանգստանա, ոչ հուսահատվում է, ոչ հոգնում է, ոչ բան անում, շարունակաբար պնդում է, որ Գրենլանդիան պիտի պատկանի Միացյալ Նահանգներին եւ ցանկանում է տարածորեն գնել այդ կղզին։ Բայց ինձ զարմացրեց այսօր Պեսկովը Ռուսաստանի Դաշնության պաշտոնական ներկայացուցիչը ասելով Թրամփին, որ եթե Թրամփը կարողանա տիրանալ Գրենլանդիային, ապա նա կմնա մարդկային ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ ամբողջ մարդկության պատմության մեջ, չեմ հասկանում ինչու հանկարծ Ռուսաստանը այդպես ոգևորված է, որ Միացյալ Նահանգները գրավի։ Թե որտեվ կասեն դե Ուկրաինան է մեզ։ Շատ պարզ է, չէ՞, կասեն դե որ տենց է Գրենլանդիան ձեզ, Ուկրաինան մեզ, մենք խնդիր չունենք։ Արկտիկայում այսպես ասած հեքիաթային հարստությունները, որ միշտ Պուտինը ասում է, արի Արկտիկան իրար հետ կիսենք, չէ՞, այնտեղ հեքիաթային հարստություններ կան, չգիտեմ եւ այլն։ Դե կարա այդ հեքիաթային դեռ չստուգված կամ չապացուցված կամ չգիտեմ, կամ ապացուցված, բայց դժվար այսպես արտահանվող, այսպես ասեմ, դժվար մշակվող այդ ամեն ինչը, ասենք, վաճառի ուղղակի, որտեվ կարող է նույն Արկտիկայում, նույն ինչի են խոսում, այս բան Գրենլանդիայում համաշխարհային այսպես հազվագյուտ մետաղների այդ հանքանյութերի հարստության, ուրեմն չգիտեմ, որ ասեմ, տենց օրինակ Չինաստանը մոտարապես օրինակ տենց բան բերենք, հա, տենց աղյուսակ բերենք, հա, չգիտեմ, ասենք, եթե կոպիտ ասած Չինաստանը 44, չգիտեմ, միլիոն տոննա, ասենք, թե ենթադրենք ունի հանքանյութ, ասենք, չգիտեմ, այդ համաշխարհային այդ ծավալներից, Գրենլանդիայինը 1.5 է։ Միացյալ Նահանգներինը 1.9 է։ Չգիտեմ, ասենք Ռուսաստանը 3.8 թե 3.9 է, մոտարապես, եթե սենց ենք համեմատում, ասենք, եթե անգամ Գրենլանդիայինը գումարում ես Միացյալ Նահանգներին, մոտավորապես դառնում է Ռուսաստանի չափ այդ ամեն ինչը։ Բայց դեռևս հարց է դա արդյունահանել ձեռնտու է թե չէ սրտի պայմաններում։ Գումարած, որ դանիացիք եւ եվրոպացիք ասում են, արի արդյունահանի, արի ներդրում արա։ Ընդ որում դեմոկրատներից շատերը այս վերջերս հատուկեն սկսեցին խոսել, շատ ցավոք սրտի շատ ակտիվ չեն դեմոկրատները, բայց դեմոկրատներից մեկը իդիոտիկ որոշում համարեց Թրամփի որոշումը եւ շատերը նաեւ ոմանք ասում են, վերլուծաբանները ամերիկյան ասում են լավագույն տարբերակը, եթե այդքան Գրենլանդիան քեզ հետաքրքիր է, դու կարող ես այնքան ներդրում անել Գրենլանդիայում, այսինքն ֆինանսապես վերցնես Գրենլանդիան ներդրումներով, հա, գուցե, չգիտեմ, 30-40 տարի հետո այն աստիճանի Գրենլանդիան քեզանից կախված լինի ներդրումներով կամ այնքան լավ ապրեն, որ ուզենան իրանք միանան քեզ, կոպիտ ասած, հա, գոնե այդ տրամաբանությամբ, ոչ թե այս տրամաբանությամբ, որ մի հատ է մարդիկ դուրս են գալի ցույցի, ասում են չենք ուզում միանանք, բայց հետաքրքիր մի հանգամանք կա։ Իդեպ բացի Թրամփի անձական տեսակետներից մեկը, որ Թրամփը ուզում է մնա պատմության մեջ Ամերիկայի, որ միշտ իրան հիշեն, դե ինքը մեծ է արդեն, գիտի որ տենց հավերժ չի եւ ինքը մտածում է թե Գրենլանդիան վերցնի, կարող է Թրամփլենդ կոչվի օրինակ, կամ Թրամփլանդիա կոչվի, չգիտեմ։ Չի հանգստանում, չի կշտանում։ Դե նկատի ունի, որ 200 տարի հետո կասեն Գրենլանդիան բերեց Թրամփը, չէ, ասենք մտավ պատմության մեջ։ Ինքը մի բան է ուզում անի, որ մտնի պատմության մեջ, որտեղ Մադուրոին ոչ մեկ չի հիշելու, չէ, վերջը ասենք։ Հիմա Նոբելյան մրցանակին եք անդրադառնանք, որ արդեն սպառնած չէ, ասես, բայց դուք ինչ չտվեցիք, հա, ասես թե հիմա բռնվեք։ Եթե չեք գնահատում Շվեդիայի կառավարությունը կապ չունի այդ մրցանակի հետ, այդ լրիվ անկախ Շվեդիան Նորվեգիային սպառնած Նորվեգիային, որը կապ ունի։ Այո, չէ, բայց կառավարական չի է։ Ճիշտ եք, այո, այնտեղ հա, դե ըստ իրա, որ ուզենար, նոր կարային սխմին, մի հատ կանչեին, բացատրեին, ասեին մարդը 8 պատերազմա բան արել, ասենք իր համար անձնական է վերցնում է։ Շատ։ Եվ հետաքրքիրն է, որ այդ մեդալը, որ այդ աղջիկը բերեց, վերցրեց այդ խաղաղության, վերցրեց, ասում եք ասի, շնորհակալություն, բայց շատերին ասում են այստեղ էլ, ասենք որ օրինակ, չեմ հիշում, դուք եք Արուսակը չէր հավատում, բայց Նոբելյան մրցանակ ասեց հնարավոր չի, ասում, հա, հնարավոր չի, բայց Թրամփի համար անհնար բան չկա։ Ես պնդում եմ, որ կասկածում եմ, որ վերցնելու է, որովհետեւ ինքը խնդրեմ չունի, տեսեք ոնց վերցրեց, խնդիր չկա։ Պետք է ընդ որում մեդալը վերցրեց, գիտեք ինչի։ Ինքը այդ բանն էլ կվերցնի, չէ՞, թուղթը կամ պատվոգիրը ինչա կոչում, չգիտեմ որ տալիս են, ուղղակի դրա վրա Մոչադոյի անունն է։ Հավաստիագիրը։ Այո, դրա վրա ուղղակի Մոչադոյի անունն է գրած, թե չէ դե կվերցնել, որ իր անունը կգրեր տեղ էլի կոպիտ ասած եւ այսպես շարունակ։ Բայց խնդիրը որն է։ Տեսեք, այնտեղ հալոցքի process է տեղի ունենում։
Եվ օրինակ հետարքիր մի բան ասեց, Բոլթոնին անդրադառնանք, որին կանչելին ասում են ախր դու իր այդ աշխատել ես, ինչա կատարվում։ Իհարկե ինքն էլ ասեց, որ սա մեծ հաշվով ասեց չկա այնպիսի խնդիր, որ ԱՄՆ-ն չկարողանա լուծի դաշնակիցների հետ։ Հենց դրա համար է ՆԱՏՕ-ն ստեղծվել։ Հենց դրա համար է ՆԱՏՕ-ն ստեղծվել եւ ասեց ուղղակի հետաքրքրությունից մեկը, որ հիմա այսպես ասում եմ սրվել է, դա այն է, որ այնտեղ հալոցք է տեղի ունենում։ Իսկ հալոցքի պարագայում ասում եմ, դե գիտեք, երբ որ այնտեղ այնպիսի այնտեղ տարածք կա, որ հնարավոր չի մտնել, այսինքն Մինչև 2 կիլոմետր խորությամբ սառույց կա, մեծ մասը։ Այնտեղ չես կարող մնաս, գտնվես մի հատ։ Բայց քանի որ որոշ տեղեր կա, այստեղ ոչ միայն խոսքը նրա մասին է, որ որոշ տեղերից կարելի է հանքանյութեր ավելի հեշտ հանել, որտեղ եղանակային պայմաններ փոխում են, չէ, գլխավորապես նրա մասին է նաև, որ ինչ որ սահմաններ բնականից բնության կողմից պաշտպանված են Գրենլանդիա եւ այդտեղ թշնամին մոտենալու իմաստ էլ չունի, որտեղ ոչ կարան մոտենան, ոչ կարան հետևեն, ոչ կարան, բայց քանի որ հալոցք է տեղի ունենում, որոշակի սահմաններ բացվում են Գրենլանդիա եւ այդտեղ պետքա դնել, ասենք, չգիտեմ, զինվորականներ կամ հետախուզություն իրականացնել, այսինքն, վերահսկել այդ տարածքները, արդեն ինքը դառնում է այս առումով ավելի խոցելի, եթե այդ հալոցքը շարունակվում է եղանակային պայմաններից։ Բայց գլոբալ էլի է, Բոլթոնը ասում է, որ ես չեմ տեսնում պատճառ, թե ինչի դա չի կարելի անել, օրինակ դաշնակիցներ։ Իդեպ Բոլթոնը չի հավատում, որ ռազմական սպառնալիքները ռեալ են։ Բոլթոնը ասեց, ես չեմ կարծում, որ սա իրական ռազմական գործողության կտանի Տրամպի սպառնալիքները, բայց ասեց այդուամենայնիվ շատ ագրեսիվ է, վիրավորական է եւ ասեց վտանգում է մեր հարաբերությունները դաշնակիցների հետ էս իմաստով, ուրեմն Գրենլանդիայի մասով։ Չգիտեմ, տեսեք, իրավիճակը հետեւյալն է, որ իրականում Տրամպը շատ մեծ խառաշփոթ է սարքում, շատ մեծ եւ ըստեղ Հայաստանը պետքա շատ ուշադիր լինի։ Իդեպ տեսեք դուք Պեսկովին շեշտեցիք, բայց դուր տալուց առաջ մի փոքր ավելի մեծ ողջավորություն կա, չէ՞, որ հայ-թուրքական process-ներից մենք հույս ունենք, որ ամերիկացիք կսխմեն թուրքերին, ասենք, ավելի շատ հիմա այնպիսի process-ներ են տեղի ունենում, որ ես չեմ բացառում, որ եւ սա կարող է վտանգի եւ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ, եւ Թուրքիայի հետ հարաբերությունները, որտեղ տեսեք Պեսկովը ողջավորվել ասում, դե եթե կարանք տենց առնենք, ծախենք, գրավենք, պահենք, միջազգային կարգը փոխենք, սահմանները վերափոխենք, չգիտեմ, պայմանավորվենք, դաշնակիցներից հող վերցնենք, հա, եւ այլն, եւ սա տանում է վտանգավորագույն տեղ, հենց այդ ասեցին եվրոպացիները, տեսակ Մակրոնը շատ խիստ ելույթ ունեցավ, Գերմանիան է, բայց գլոբալ մենք ունենք խնդրեմ Եվրոպայի հետ։ Եվ տեսակ Մակրոնը առաջարկեց ակտիվացնել իրենց տնտեսական բազուկան, տենց կոչում, բազուկան գիտեք զենք է, տեսես մեր տնտեսական բազուկան։ Իսկ դա խոսքը նրա մասին է, որ ամերիկյան IT ընկերությունները, ընդհանրապես բարձր տեխնոլոգիական ոլորտը, թվային ոլորտը կախված է եվրոպական ընկերություններից եւ լրջագույն կախվածություն ունի։ Բաներ կա, որ լրջագույն տեխնոլոգիաներ մատակարարում են եվրոպացիները եւ առանց եվրոպացիների տեխնոլոգիաների եւ մատակարարման ամերիկյան AI ոլորտը կարող է արհեստական ինտելեկտուալ ոլորտը եւ ընդհանրապես բարձր տեխնոլոգիական ոլորտը լրջագույն կորուստներ ունեն։ Եվ եվրոպացիները գիտեն, որ եթե հիմա Միացյալ Նահանգների վրա այդպիսի ճնշում գործադրեն, ամերիկյան IT ընկերությունները Իլոն Մասկից սկսած, այսինքն անմիջապես Տրամպի վրա ճնշում են գործադրելու, որ այս քաղաքականություն հետ տանի, բայց մյուս կողմից կա, տեսեք, Եվրամիությունը որքան օգնում է, այնքան էլ այս պարագայում խանգարում է, հա, որտեղ պետությունները այնքան կապվել են միմյանց հետ, հիմա, չգիտեմ, օրինակ Բելգիայի վարչապետը կարող ասի, դե մենք քո ամերիկացիների չենք գնա, մտքում ասի տավեք այդ Գրենլանդիան բրցնենք, հա, կոպիտ ասած։ Բայց ոչ մեկ երաշխիք չունի, որ Իսլանդիան ասում է, բա որ դրանից հետո Իսլանդիան ուզի, որտեղ Գրենլանդիայից երկու հատ ջրանցք կա, որը պետք է ամերիկացիներին պետք է։ Մեկը Իսլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ է, մեկը Գրենլանդիայի եւ Իսլանդիայի միջեւ է։ Եվ որտեղ կկանգնենք, ասում է, ինչ եք ուզում, հետո Իսպանիան եք ուզում, որ 5% չարեց, ասենք ՆԱՏՕ-ի, ի՞նչն է վերցնելու հետո, ասում։ Իսկ թվում է նույն տրամաբանությամբ, ոնց որ մենք ասում ենք Ռուսաստանն այսօր Ուկրաինան վերցնի, վաղը Լեհաստանը մտնելու մեր բարձիկա, նույն տրամաբանությունը կարելի է դնել այստեղ։ Այսօր այս կղզին է զուր, վաղը այն է ուզելու եւ սա վերջ չունի, հա։ Բնականաբար։ Լավ։ Հիմա մեզ մոտ գովազդ կվերադառնանք ու կշարունակենք զրույցը Արմեն Չիլուչյանին։ Քո տոնը սկսվում է այստեղ։ Cosmo Palace, ընտանեկան բոլոր միջոցառումների իրական կենտրոն։ Վայր, որտեղ հայկական ջերմությունը միահյուսվում է եվրոպական շքեղությանն ու նրբագեղությանը։
Հայտնի եւ սիրված երգիչ երգչուհիներ, լավագույն շոումեններ, որոնք ձեր երեկոն կդարձնեն իսկապես անմոռանալի։ Համեղ եւ տարբերվող խոհանոցի ներդաշնակություն հարիր միայն բարձրակարգ ճաշակին։ Անզուգական սրահին կից Hookah Lounge Patio, լավագույն եւ ռոմանտիկ երեկոներ բաց երկնքի տակ։ Սա պարզապես ռեստորան չէ, սա Cosmo Palace-ն է։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբուրչյանի հետ Արմեն խոսում ենք Գրենլանդիայի գանձերից եւ թե ինչքանով է Գրենլանդիան դառնալու Միացյալ Նահանգների մի մասը։ Այն բանակաչը մատանիների տիրակալը կինոն չգիտեմ տեսել եք թե չէ որտեղ որ ասում չգիտեմ այն որ մատանին իր գանձն անդադ այդ մատանու հետևից է չէ Թրամփի գանձը Գրենլանդիան obsession ունի ինքը այո հիմա իդեպ հետաքրքրական բաներ է կատարվում նաև ինքը շատ թեթև ռազմական ակնարկա տալի թեթև զորքերի ուրեմն հետ կապված այսպես ասենք ծանր չէ բայց թեթև որ ինքը կարա նաև ռազմական օպերացիայով վերցնի համենայնպես կա մի հատ խնդրեմ ինքը ասում է եվրոպացիներին 3-3 չարչուրիկ են դուք կենտրոնացեք Եվրոպա բանի վրա հա ասում դուք Ռուսաստան Ուկրաինա վրա ինչ գործ ունեք դուք եւ այլն հիմա հարցը հետեւյալն է եվրոպացիք ունեն մեծ խնդիր տարիֆները լրջագույն վնասում են Կիրս Թարմենը ելույթ ունեցավ ասեց սա ձև չի դուք վնասում եք մեր երկրի աշխատողներին որ ինչ անեք Գերմանիան մեծապես կախված է Գերմանիայի մեքենաշինությունը կարող է ընդհանրապես Mercedes BMW այդ գերությունները կարող են ընդհանրապես ուղղակի չգիտեմ չասեմ փակվել կամ բան բայց կարող են լրջագույնը ստուժել եւ կանգնել bankruptcy վտանգի առաջ որովհետեւ ամերիկյան կամ մասսայական կրճատումների տարիֆները կամ այսինքն խստագույն տարիֆները կարող են բերել Գերմանիայում 100,000-ավոր, եթե ոչ միլիոնավոր աշխատատեղերի կրճատման։ Թրամփը լավ հասկանում է, դրա համար Սկոտ Բեսենտը իդեպ հետաքրքրական է որ Սկոտ Բեսենտը ես իրեն համարում էի շատ ավելի էս իմաստով այսինքն ամենաինտելիգենտ այսպես ասած ամենազարգացած նախարարներից մեկն է, որին ես հավանում եմ, բայց ենթադրում հենց ինքն է այդ հաշվարկները անում, որ Եվրոպան չի դիմակայի, որովհետև տեսեք, նույն Մերցի ռեյտինգը ցավոք սրտի ցածր է, նոր տարի մտավ բավականին ցածր ռեյտինգով։ Եվրոպայում չկարողացավ այդ մի մոմենտ լավ լիդերություններ ուզում հաստատել, չկարողացավ միջևերջ տանել եւ ինչը իր գլխավոր պարտությունը տարեվերջին դարձավ երբ որ ինքը չկարողացավ համոզի որ սառեցված ակտիվներից Ուկրաինային գումարը փոխանցվի իսկ ինքը այդ օրակարգն է Մակրոնը Մելոնին մնացածը դեմն առան եւ այսպես լրջագույն հարված հասցրեցին Մերցի ռեյտինգին տնտեսության մեջ էլ բարձա որ հիմա ընդհանուր ինֆլյացիա բոլոր երկրներում եւ այս ֆոնի վրա գերմանական ալտերնատիվ ֆոր Դոյչլանդը, որը գիտեք աշխ ծայրահեղական, ֆաշիստական, պրոռուսական, պրոպուտինական կուսակցությունը աննախադեպ թվերի է հասնում վարկանիշը, ընդ որում անդադ ռեկորդներ է խփում պատմական իրենց ռեյտինգները, չգիտեմ 5%-ից դառան 20%, 25% հիմա խոսվում է 30%-անոց վարկանիշի, ու դա արդեն շատ լուրջ է, դա շատ լուրջ է։ Այսինքն որպես կուսակցություն իրենք հաջորդ ընտրություններում կարող են առաջի տեղը զբաղեցնել, այլ հարցը կարողանան կոալիցիա կազմել մեծամասնության համար, մենք պետք է հասկանանք, որ դա լրջագույն տիպ դա պոպուլիզմն էլ գիտեք սկսում է մարդկանց գրավեց մեր ընտրողներին էլ էստեղ գրավեց պոպուլիզմը, տեսնում ենք ինչ է կատարվում, հա, եւ այլն։ Եվ Մակրոնի վիճակը գիտեք երկրի ներսում, այսինքն ճիշտ է Մակրոնը գնացող է, բայց խայտարակ վիճակը հազիվ կառավարություն կազմեցին, որ կարող է։ Եվրոպացիք ֆինանսավորում են Ուկրաինայի պատերազմը եւ այս վիճակում մի հատ լրացուցիչ բեռ դնել եվրոպացիքի վրա, ես չգիտեմ Թրամփը գիտակցում է, այստեղ ռետորական հարց կարող ընդունեք որպես թե չէ Թրամփը գիտակցում է, որ ինքը սրանով նաև նվազեցնում է եվրոպացիների կարողությունը Ուկրաինային սատարելու թե չէ։ Եվ շարունակում է տեսեք կարծում դա իրան շատ հետաքրքիր է դե տեսեք Մադուրոն իրականում ինչքան է մենք խոսում ենք Պեսկովները բանը եւ այլն ողջավորված են բայց մենք հասկանում ենք չէ որ թույլ Ռուսաստանը կարա այդպեսի արձագանք տա ուժեղ Ռուսաստանը այդպեսի արձագանք չէր տա որտեվ ուղիղ ենա արդեն խոսում է որ Չինաստանի եւ Ռուսաստանի միջև Մադուրոյի հետ կապված ճակեր են առաջանում որովհետեւ այնտեղ ինֆորմացիայի փոխանակում չի եղել չինացիք չեն սպասել ռուսները իմացել են չեն ասել կամ չեն զեկուցել ես չգիտեմ այդ խառը պատմությունների մեջ եւ չինացիք եւ ռուսները իրենց խորապես պարտված են զգում եւ ծանր են տանում Կրեմլում Մադուրոյի կորուստը որտեղ Մադուրոն ես գիտեք որ նա որ ասում է ամեն մեկը ասում է չէ իմ գանձնա չէ իմ գանձնա ասենք մեկը մեկից այսպես մի բան թակում պահելով չկարողացան պահել արդեն Չինաստանը նավթի խնդիրներ է ունենում եւ Կանադային է ուզում դիմել
քանի որ չի գալիս Վենեսուելայից նավթ արդեն։ Դե ես չեմ կարծում, որ շատ քիչ էին ստանում Վենեսուելայից, չգիտեմ որքանով է դա բան, բայց չգիտեմ, Իրանից էլ է նավթ գնում, Ռուսաստանից են հիմա ասում են հակառակը, քանի որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները խստացնում են, այն Հնդկաստանը եւ Թուրքիան պակասեցնում են, ասում են այդ ամբողջ նավթը գնալու է Չինաստան։ Այստեղ չեմ կարծում, որ այդտեղ նավթի այդ կարգի խնդիր կունենա Չինաստանը, եթե իհարկե Թրամփը այնպիսի տարիֆներ չսահմանի կամ այնպիսի միջոցներ տնտեսական չձեռնարկի, ամենապես Չինաստանի տնտեսությունը չի աճում, եւ դա իրենց համար խնդրեմ է, եւ նավթի պահանջարկն էլ, եթե տնտեսությունը չի աճում, դու ավելորդ վառելիքի պահանջարկ չես ունենա։ Բայց հետարքրական Կանադան հիշեցիք, Քարնին գնաց Չինաստան եւ պայմանավորեցին ռազմական գործընկերության հետ կապած։ Եվ սա ամենամեծ սպառնալիքն է, որտեղ տեսեք Չինաստանը ասեց հերիք է իմ անունը տալ շահարկելով Գրենլանդիան ուզենաս վերցնես։ Ռուսաստանը, Չինաստանը էլ հասկանում է, որ Պանդորայի արկղը բացեցին Ուկրաինայի պատերազմով։ Թրամփն էլ Նորվեգիային նամակ գրեց, ասեց ես 8 պատերազմ էի արել, դուք ինձ չտվեցիք խաղաղության մրցանակը։ Դե ես էլ չեմ ձգտելու խաղաղության։ Դե հիմա կտեսնեք։ Բայց մի բան ասեմ, ի սկզբանե Թրամփը, երբ որ ասում են իզոլացիոնիստները, ստե ասում են, տես Թրամփը գալու է հերիքա ստեղ այնտեղ փող ծախսեք, հիշում եք, ասում են վերջապես, բան, սա աշխարհից փակվենք եւ այլն, ծիծաղից գալիս էր, ասում լավ լուրջ եք հիմա դուք մտածում եք Ամերիկայի պես պետությունը կարա սա աշխարհից փակվի։ Հիմա իրականում արտաքին քաղաքականության վրա եւ արտաքին տեսեք ավելի շատ գումար է ծախսվում։ Բանակը բյուջեն ավելացրեց մի տրիլիոն 900 քանի միլիոնից դարձեց 1.5 տրիլիոն ռազմական բյուջեն։ Եվ դրա համար հիմա այդ մագաթևի մեջ կա արդեն պարակտում, դրա համար իր կողմնակիցների մեջ կա։ Իդեպ Գրենլանդիայի օրակարգը պոպուլյար չի, ուրեմն Թրամփիստների շրջանում եւ բացի դրանից հանրապետականների շրջանում շատ պոպուլյար չի Գրենլանդիա։ Ամերիկայի ժողովրդի 70-ից 80%-ը դեմ է Գրենլանդիայի, դեմոկրատներից 8%-ն է կարծեմ սատանում, հանրապետականներից 53%-ը, բայց 47%-ը Էլ չեմ խոսում ինդեպենդենտներից, այսինքն 47%-ը հենց հանրապետական կուսակցության դեմ է Գրենլանդիայի հետ կապված որևէ գործողության։ 92%-ը դեմոկրատներից է դեմ եւ ընդհանուր թիվը անկախականների եւ բանը մեջ կազմամոտ մինչեւ 80% դեմ են Գրենլանդիայի օրակարգին։ Գումարած ռեյտինգներն էլ բարձր չի Թրամփի, գիտեք, մի թերմից առաջ եւ այսպես շարունակ։ Խնդիրները լուրջ են եւ այս իրավիճակում գումարած ինքը մեծ խաղաղության հիմնադիր, գիտեք, կոմիտե թե հիմնադրամը ստեղծում մոռացա հստական խաղաղության, որտեղ տեղերը վաճառում է մշտական տեղերը 1 միլիարդ դոլարով 1 միլիարդ դոլարով եւ երեք էլ Պուտինին հրավիրեց։ Պուտինին, բանին հրավիրեց, Բելարուսի նախագահին հրավիրեց։ Դե այս ամեն ինչը ուր է տանում, չգիտեմ, ես չգիտեմ, հուսով եմ, որ բանակցություններով կկարգավորվի հարցը, բայց գիտեք, այս ամեն ինչը նման է նրան, տեսեք, ասես ՆԱՏՕ-ն 5% բարձրացրեք, բարձրացրեցին։ Գոհեր, մի կես ամիս, հետո ասես չէ, Գրենլանդիան եմ ուզում։ Հիմա Կանադայի հետ կապած շատ լրջագույն համաձայնագիր ա գտել, որտեղ Կարնին խելացի բան ամ, Կարնն ասում է թե դու սենց ես իմ հետ վարվում, ես երկիրը պահեմ, չէ, գնում Չինաստանին դիմեմ։ Տրամփին հարցեցին, ինքը շատ վտանգավոր պատասխան տվեց, ասեց դե եթե դու կարողանում ես Չինաստանի հետ պետության հետ պայմանագիր կնքել, դե ուրեմն պիտի կնքես, որտեղ դու եթե այդքան, այսինքն հիմա պիտի լես որ չկնքես, դե կարաս Չինաստանը, բայց շատերը դրա մեջ սպառնալիք տեսան։ Տրամփի ես ասացի, որտեղ ինքը առավոտից իրիկուն Չինաստանի վտանգի մասին է խոսում, հիմա Չինաստանը ուղիղ գալիս է իր հարևան երկիր, չէ՞, եւ այստեղ վտանգ կա, ասում են, բա որ հետո թեքվի դեպի Կանադան, եւ Կանադան է գրավի ուժով։ Չես կարող պատկերացնել, ասենք թե հաջորդ քայլը եւ ինքը, չգիտեմ, ես իր իրական նպատակները արդեն ռեալ, ավելի դժվար ու դժվար է դառնում հասկանա թե ինքը միջև ուր կարա գնա։ Հատկապես որ այսօր, չգիտեմ, հաստատվեց այդ ինքը գործի մեջ է դնում Insurrection Act-ը, գիտեք, այդ ապստամբության ակտը, որտեղ մենք գիտենք, որ ներսում այդ Մինեապոլիսի հետ կապված բողոքներ սկսեցին, բայց միայն դա չէ, այնեն ընտրություններից առաջ։ Շնորհակալություն Արմեն։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա համար այսքանը կհանդիպենք, վաղ միշտ տեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։